Հիմա իշխանությունը ինչ որ անում է, պատրաստվում ընտրությունների։ Եկեղեցու դեմ ուղղված այս քայլերը եւս նախապատրաստություն են ընտրության, այսինքն Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտից հեռացնում է բոլոր այն անձանց եւ քաղաքական ուժերին, կառույցներին, որոնք իրենցից որոշակի ուժ են ներկայացնում եւ կարող են ընդդիմանալ իրեն իշխանությունը պահելուն։ Հիմա ինքը եթե առաջ ապավինում էր ժողովրդին, կարող էր խաբել օրինակ նույն 18 թվականին, կարող էր գալ եւ լավ բաներ խոստալ եւ իսկապես ժողովուրդը հազարներով, տասնյակ հազարներով նրա հետևից գնա, հիմա հասկանում է, որ 26-ին ժողովուրդը չունի այդ վերաբերմունքը։ Ինքը պիտի ուրեմն կամ վարչական, ոչ միայն կամ եւ վարչական ռեսուրսին ապավինի եւ դաշտը մաքրի։ Այսինքն լինի դա եկեղեցի, լինի այլ կուսակցություններ, լինեն այլ անձինք։ Ինքը ինչա եկեղեցիից սկսել, այստեղ կա նաեւ արտաքին պատվերի հարցը։ Չմոռանանք, որ Ադրբեջանը Ալիևի բերանով եւ իրենց հոգեոր առաջնորդ Փաշազադեի բերանով բազմիցս նշել է, որ ռևանշիստական ուժերի ղեկավարը ըստ իրենց հայ եկեղեցին է։ Այսինքն կա շահերի համընկնում, անձնական Նիկոլ Փաշինյանի շահերը եւ արտաքին պատվերը կա, այսինքն եկեղեցին են կառույցն է, որը պետքա ջախջախել։ Ոչ թե այն պատճառով, որ եկեղեցու ներսում խնդիրներ չկան, իհարկե կան։ Իհարկե կան, դրա մասին գիտենք, խոսում ենք, բայց բուժումը ավելի վատ չպետք է լինի, քան հիվանդությունը։ Ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, ըստ էության ավելի վատ է, քան այդ բանը կար։ Եթե պետք է փոխել, պիտի լավ լինի։ Եվ ասեմ, այս պայքարի մեջ Ալիևը անձամբ օգնելու է Նիկոլ Փաշինյանին, արդեն օգնում է այնպիսի քայլեր անում, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա մեկնաբանել, ասի տեսեք, ես բերեցի խաղաղություն, ապա շրջափակում բան, բայց այս ամբողջը կարճ կյանք ունենալու մինչև մյուս տարվա ընտրություններ։ Այսինքն Ալիևը եւ Փաշազադեն նաեւ կօգնեն, որպեսզի այստեղ կաթողիկոսի հարց քննարկվի։ Իհարկե, պատվիրատունից մեկը իրենք են բացահայտ ասում են, որ հայ եկեղեցին հանդիսանում է ռևանշիզմի օջախ եւ պիտի ջախջախվի։ Եվ դա տեղի ունենում եւ մյուսը սփյուռքն է եւ պատահական այդ երկու օջախները իրենք հետևողականորեն Նիկոլ Փաշինյանի ձեռքով ոչնչացնում են, որտեվ եթե Հայաստանը մնում է առանց լուրջ եկեղեցուից, լուրջ ասելով, ես նկատեմ համաշխարհային կարևորություն ունեցող, որպես առաջի քրիստոնյա ազգ եւ ըստ քրիստոնեական հավատի մարդկության օրրան, չմոռանանք եւ դրախտն է գտնվել Հայաստանում Եփրատի եւ Տիգրիսի միջակայքում եւ վերածնունդը եղել է Արարատից։ Օրինակ նույն Արարատի դեմ ամբողջ պայքարը, ով վերացական չի, սա Հայաստանին դարձնել սովորական երկիր, որ այդպես էլ ասում է, իրական Հայաստան, որից հետո Հայաստանը կդառնա ոչինչ, որտեղ Հայաստանը իր տնտեսական, դեմոգրաֆիկ, տարածքային ընդգրկումով շատ փոքր է։ Եվ Հայաստանի առավելությունները հենց դա ջախջախում է, այո, Փաշազադեն եւ Ալիևը դա են անում, որտեղ մեր առավելությունները այդտեղ են։ Ընդհանրապես դու թշնամու դեմ պայքարելուց ինչ ես անում։ Դու ջախջախում ես թշնամու առավելությունները եւ բերում ես քո դաշտը, քո նմանակն ես սարքում, որտեղ դու ունես առավելություն։ Ադրբեջանը շատ այդ հաջողությամբ իրականացնում է Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Այդքան հեշտ է իրոք կաթողիկոսի փոփոխությունը։ Հեշտ չի, եթե մենք խոսում ենք օրենքի, եկեղեցական օրենքի տեսանկյունից, ապա ազգային ժողովրդավարը կներեք, ազգային եկեղեցական ժողովը միայն նման լիազորություն ունի, որը պիտի քննարկի եւ պիտի կաթողիկոսի իր համաձայնություն տա նման քննարկման։ Բայց իսկով ասած, որ ամեն ինչ պիտի լինի օրենքով։ Օրինակ, 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կաթողիկոսը կարգալույծ եղած է, արդեն ինքը որոշել է, որ կարգալույծ եղած է։ Հետևաբար կարգալույծ եղածը չի կարող կարգալույծ անել ուրիշ քահանայի։ Չէ, դա անօրինական է, այսինքն դա նաև հակասահմանադրական է, որովհետև մեզ մոտ սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները հստակ գրված են եւ սահմանափակված են նախ հոգևոր կառույցների վրա որևէ լիազորություն չունի, անկախ նրանից լավն են, վատն են, կուսակրոն չեն, վարչապետը որևէ լիազորություն այդտեղ չունի, բայց ինքը գնում է ուժային պայքարի, ինչպես օրինակ տեղային կառավարման հարցում ոնց է, ինքը գնում է, այսինքն վախ տարածելով աղմուկ անում Գյումրիում բռնում է, եթե քեզ պետք էր Վարդան Ղուկասյանին բռնել, դու կկանչեիր հարցականության տեղում կկալանավորիր, թե ման փաղակ կներ, չէ։
պետքա վախ տարածել, պետքա ջարդել եւ ջախջախել, այդ ամբողջ իմաստը է դա, ամբողջ ընտրությունների տեսանկյունից պիտի նայել։ Չէ, կարող է անել, այսինքն գիտեք ինչ է, մենք 37 թիվ ենք տեսել, երբ որ կարծեմ 37-38-ին որ կաթողիկոսին խեղտամահ արեցին գահի վրա, ի վերջո հիմա խեղտամահ չեն անի, բայց սա վտանգավոր է ինչով։ Գիտեք, եկեղեցին կարա պարակտվի, կարա տրոհվի։ 1441 թվականին, երբ որ ամենայն հայոց գահը Կիլիկիայից վերադարձավ Էջմիածին, այնտեղ մի խումբ մարդիկ չէին ուզում, այսինքն ասեցին, չէ, մենք մնում ենք այստեղ մեր կաթողիկոսով, դուք գնացեք, որից հետո տրոհվեց եւ առաջացավ երկու կաթողիկոսություն, ամենայն հայ եւ Տիտան Կիլիկիո։ Այդ ձև է լինում։ Հիմա մի հատ էլ կարա լինի օրինակի համար մի տարբերակով, որ իրենք էլ հակաթոռ ինչ-որ մի բաներ անեն, որը կարող է բերի նման եկեղեցու պառակտման, կարող է բերի թեմերի հեռացման ամենայն հայոց կաթողիկոսության ենթակայությունից, գնան, ասենք, Տիտան Կիլիկիոյի ենթակա կամ ընդհանրապես թեմերը կարան իրենց անկախ հռչակեն օրինակի համար, օրինակ ամենամեծ թեմա Ռուսաստանի թեմը։ Օրինակ ոնց են դիտարկում, որ եթե այստեղ կաթողիկոսին, չգիտեմ, ուժով ձերբակալում են ու բերում են կամ գահանքեց են անում, բերում են այլ կաթողիկոս, ոնց է այդ վերահսկելու ամենամեծ թեմը Ռուսաստանի թեմը, որտեղ 2.5 միլիոն հայ ապրում եւ հայ եկեղեցու հետևորդներն անեցին, սա դրջագույն խնդիրներն է, այստեղ միայն այս ձևով կրկնում եմ, կարա թշնամին անի, որովհետեւ եթե քեզ հուզում այս բոլորից հուզում էր եկեղեցու այդ վերափոխման հարցը, դա այդպես չի արվում, նստում ես, խոսում ես, ստեղծում ես ինչ ասեմ, եկեղեցապետական մի ինչ-որ մարմին է ստեղծում, մասնագետներին ես ներգրավում, քննարկումներ ես կազմակերպում, ոնց անենք, ինչ անենք, այդ ձևով եւ եթե ուզում ես, լուծում գտնես։ Գիտեք, կոնսիլիում հասկացությունը կա, չէ՞ բժշկության մեջ, հիվանդ մարդ է։ Երբ որ չեն գտնում ելքը, հավաքվում են մի քանի մասնագետ պրոֆեսոր, բոլորը նայում են հիվանդին, տվյալները կարդում են, ասենք խորհուրդ են ընտրանում, թե ոնց բուժենք այս մի հիվանդին։ Բա մի ամբողջ ազգի 1700 եւ ավել տարվա եկեղեցի խնդիրներ ունի հիվանդա, բա չես ուզում մի հատ կոնսուլիում հրավիրես, խելքդ բրթել ասում ես սենց անեն, գնանք բռնենք, ձերբակալենք, չէ՞ միգուցե կարելի է դնել հավաքվել բանան ամեն ստից հարցի վերաբերյալ հազար տեսակ կառույցակ ուրեմն քննարկել չտի մոռանանք մի կարևոր բան հայ եկեղեցին ինքը միակ չընդմիջված 1700 տարի գոյություն ունեցող կառույցն է եւ այդ ձև կառույցներ աշխարհում քիչ կան որը ծեւ շարունակել անգամ երբ որ կաթողիկոս են խեղտամահան է դա համաշխարհային կառույց է Հայաստանի պետությունը համաշխարհային կառույց չի Հայաստանի պետությունը ընդամենը այդ 198 պետության մեջ երևի 150-160-րդն է հայոց եկեղեցին եկեղեցիների մեջ իր ազդեցությամբ հաստատ առաջի հնգյակի մեջ է մտնում բա դու ջախջախում ես քո ամենաուժեղ ոնց որ ասած թևն ու հնարավորությունը ինչի համար ինչով պիտի փոխարինես ինչա որ դու ուզում ես եկեղեցին սահմանափակես անօրինական գծված 29746 քառակուսի կիլոմետրով, որովհետև դու ուզում ես ինքդ կառավարես ամեն ինչ, հենց սա կոչվում է ամբողջատիրություն, տոտալիտարիզմ ինչի է, որ դու ուզում ես տոտալ վերահսկես։ Նիկոլ Փաշինյանը տոտալ վերահսկման է գնում ամեն ինչի, բայց ինքը չունի այդ մարդկային կարողությունը եւ 21-րդ դարի ծև չի, այո, ինքը կարա կարճաժամկետ հիմա բռնել է, էլի բռնի, մինչեւ ընտրությունները վստահեցնում եմ ցես դուք մեծ ցանկ եք ունենալու տարբեր մարդկանց ձերբակալված կալանավորված եւ այդ ձերբակալության մեծ մասը կապ չեն ունենալու այն իր տված խոստումների որ ասում էր կաշառակերների բաների բռնեմ չէ ինքը հիմնականում հալածում է նրանց ովքեր որ առաջիկայում կարող են իր համար մրցակից հանդիսանալ ինչ եք պատկերացնում մենք ինչի ենք ականատես լինելու Կիրակի օրը Հովանավանքում սա էլ շատ ես կոչեի ստոր քայլ է, որովհետև երկրի ղեկավարը իրավունք չունի սեփական ժողովրդին տանել բախման։ Սա ակնհայտ է, չէ՞ որ սա կարա հանգեցնի բախման, որովհետև այնտեղ լինելու է եւ ինքը մենակ չի գնալու, էլի, այնտեղ լինեն ոչ միայն հավատացյալներ, այլ նաեւ ոստիկանություն է բերելու։ Գիտեք, շատ երկրներում
համալսարաններ, եկեղեցիներ, ոստիկանությունը անգամ մտնելու իրավունք չունի։ Լիքը դեպքեր ա եղել, որ այսինքն օրինակ աբսանտները փախել մտել են եկեղեցի եւ ոստիկանություն չի մտնում, սպասում ա մինչեւ դուրս գան։ Հիմա էլ, այսինքն երբ որ օրինակ Եվրոպայում դեպքեր են եղել, որ դեպորտ պիտի անեն մարդկանց, գնացել են 100 եւ ավելի օր եկեղեցու մեջ են ապրել եւ ունենալով փաստաթուղթ դրանց երկրից վտարելու ոստիկանություն չի մտել։ Այսինքն որոշակի սրբության հասկացություններ կան եւ մարդիկ ովքեր ասում են, որ չգիտեմ, Եվրոպան սրբություններ չունի, մենք նա ունի, այդ մենք չունենք։ Դա բերելու է բախման, հիմա եթե ֆիզիկական բախում էլ չեղավ, այս անգամ ինչ որ մի ձև, դա հաստատ բերելու է հոգեվոր եւ գաղափարական բախման, որը իդեպ արդեն կա։ Ես հետևում եմ օրինակ տարբեր սոցիալական ցանցերում մարդիկ իրար ինչ են գրում, դա շատ վատ մթնոլորտ է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը բերեց այդ հայրախոսությունը մցրեց մեր հասարակական կյանքում, հիմա շատ ավելի սրված է եւ եկեղեցին, քանի որ ինքը նաեւ էմոցիոնալ թեմա է, հավատի թեմա է, այդտեղ ավանդույթի հարցը, այստեղ շատ ավելի սուր է դրված։ Բանը սա պարզապես ինչ ասեմ, թշնամու երազանք է ինքը իրականացնում։ Իսկ եկեղեցին ունի այսօր հասարակության լայն շրջանակների աջակցություն։ Իհարկե ունի, հենց պատճառներից մեկը նա էր, որ հարցումները ցույց տվեցին անցյալ տարի, որ եկեղեցին ամենաբարձր վարկանիշն ունի դրական, ավելի քան 70%, որտեղ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ժողովրդի մեծ մասը կարողանում է հստակ տարբերակել եկեղեցականներին, տարբեր անհատ եկեղեցականների վատ կողմերը, չգիտեմ, սխալները եւ այլն, եւ եկեղեցին որպես կառույց։ Ես ինքս լիքը վատ բաներ գիտեմ լիքը եկեղեցականների մասին, բայց դա իմ վերաբերմունքը չի փոխում եկեղեցու նկատմամբ որպես ազգային հոգևոր կառույցի, ինչպես երբ որ ես լիքը վատ բաներ գիտեմ պետական տարբեր պաշտոնյաների մասին, դա չի նշանակում, որ ես իմ պետության դեմ եմ։ Չէ, ես պետությունը որպես կառույց ընդունում եմ, իսկ այստեղ փորձ է արվում մարդկանց ներշնչել, որ քանի որ այս վատ ներկայացուցիչներն են եկեղեցին ներկայացնում, ուրեմն եկեղեցին ինչ որ մի վատ բան է, որը պետք է դնել եւ քանդել։ Կրկնում եմ, այստեղ բարեփոխման հարց չի։ Բարեփոխման կարիքը կա, այստեղ ընդհակառակը ջախջախելու հարց է, որը իդեպ կարելի է ասենք այդ բարեփոխումը հենց մյուս տարի, որը նախատեսված ազգային եկեղեցական ժողով անել, բայց ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը արկածախնդրությանը գնալու դրանից ավելի շուտ, երևի հոկտեմբեր վերջ, նոյեմբերի սկզբին մենք ականատես կլինենք բավականին լուրջ բախումների եւ քայլերի, որ ինքը կանի։